Բարյարև սիրելի աղանավորներ, ասcendent-ի նշանով եւ արևի նշանով լսում եք այդ երկուսը միացնում իրար եւ ձեզ համար ուրեմն տվյալ ամսվա կանխատեսով բարձր լինում։ Իսկ կարծում եմ արդեն սա էս ամեն անգամ դա կրկնում եմ, որտեղ նոր մարդիկ են միանում եւ ստիպված են լինում կրկնել, որովհետեւ ուրեմն շատ հարցեր են տալիս, դա ինչպես է, ոնց է եւ այլն եւ այլն։ Եվ այսպես այսօր հունիսի 26-ն է իմ մոռացության Յուպիտերի օրը եւ մենք աճող լուսնով ենք փաստորեն գտնում ենք այդ ժամանակահատվածում, որտեղ 3 նորալուսիններ եւ հիմա ես ձեզ կներկայացնեմ հուլիս ամսվա համար կանխատեսումը ուրեմն ձեր նշանի համար ինչ փոփոխություններ ունենք, ինչ նոր մտքեր, նոր գործողություններ ուրեմն ձեզ այցի կգան։ Մենք ունենք լիալուսին, նորալուսին, արևը կփոխի իր նշան, ինչպես նաև Վեներան եւ Ուրանը կփոխեն իրենց նշանները, իսկ Նեպտունը, Սատուրնը, Խիրոնը, որ գտնվում են Խոյի նշանում կդառնան հետընթաց եւ Մերկուրին եւս կդառնա հետընթաց։ Տեսնում եք ինչքան էներգիաների ինչ բուրըն փոփոխություն է, դա բնականաբար ազդում է մեր վրա, մեր թե ինչպես ասացի գործողություններում, թե մտածողության մեջ, թե ընդհանրապես այդ ամեն ինչը բերում է մեզ փոփոխությունների։ Եվ ես սկսեմ Վեներայից, հենց հուլիսի 4-ին ինքը փոխում է իր նշանը, մտնելով երկվորյակի նշան, այնտեղ կմնա մինչև հուլիսի 31-ը իր նշանը չէ, ինքը այդտեղ վատ է զգում, բայց իր տունն է այնպես, որ այստեղ ինքը կակտիվացնի թե հանդիպումները, թե ֆինանսական խոսակցությունները, ինչ-որ զույգերի մասին, այստեղ ամուսնության թեման խոսակցություններ կարող են լինել, եւ իհարկե բոլոր դեպքերում ռոմանտիկ հանդիպումներ եւ այլն այդ ամենը Վեներան կապահովի այսպես հաջորդ օրը հուլիսի 5-ին Նեպտունը կդառնա հետընթաց, որ գտնվում է Խոյի նշանում մինչև 12-րդ ամիս դեկտեմբերի 10-ը եւ ինքը ձեր ուրեմն գտնվում է ասացի Խոյի նշանում, վերաբերում է գիտեք, այստեղ սիրո թեման կարող է լինել, ձեր երեխայի թեման, ընդհանրապես սիրո թեման, երեխայի թեման, ես այդպես շատ ցայտուն է զգացվում, նաև միգուցե ձեր բիզնեսը այստեղ լինի, որոշակի անորոշություն կա, անհանգստանում եք միգուցե ձեր երեխայի ապագայի համար, ինչ որ գործունեություն է տարվում եք, ինչ որ բարձրագույն պիտի ընդունվի, մեկը ամուսնանալու է, մեկը նոր պիտի ունենակ երեխա չի ստացվում եւ այլն։ Իդեպ երեխայի մասին քանի դեռ խոսում ենք, անդրադարձանք, ես ասեմ, որ երեխայի թեմայով պիտի ուշադիր լինեք, մյուս տարվանից արդեն դժվարություն կլինի երեխա ունենալու հարցը ձեզ համար, մոտ 2-3 տարի այդ թեման կփակվի, հնարավոր է շատերի մոտ, դրա համար պիտի արագացնեք, այսինքն եթե որոշեք 26 թվականին նոր որոշեք, ասենք ունենալ, դա պլանավորեք, այդ ժամանակ դժվար կլինի, չեք ունենա, այդպես լավ կլինի, որ հիմա այդ ամեն ինչ արագացնեք, ոչ թե դուք պլանավորեք, այլ այդպես դա ասեմ, որովհետև դա էլ այդպես եւ քանի որ խոսում ենք նաեւ Խոյի նշանում գտնվող մոլորակների հետընթացությունից, հաջորդը դա Սատուրնն է, որը հուլիսի 13-ին կդառնա հետընթաց մինչև նոյեմբերի 28-ը եւ հաջորդ մոլորակը, որը նորից Խոյի նշանում է գտնվում, դա Խիրոնն է, որը հուլիսի 30-ից մինչև 26 թվականի հունվարի 2-ը կլինի հետընթաց։ Ահա այս 3 մոլորակները հավաքվել են Խոյի նշանում հետընթաց են, բայց նշեմ, որ դա կարող է ձեզ դրական անդրադառնալ ձեզ վրա բոլոր դեպքերում, ես քանի որ ձեր քարտեզը չգիտեմ, միգուցե ձեր մոլորակները ցրված են, միգուցե հավաքված են հենց աղեղնավորի նշանում, ուստի ես ընդհանուր ասեմ, որ բոլոր դեպքերում թե Մերկուրիի հետընթացությունը, թե այդ 3 մոլորակների հետընթացությունը իրեն կատարվում են կրակի նշանում, որը ձեզ հեշտացնում են ձեր գործերը շատ ավելի, այսինքն ինչ դժվարության միջով էլ անցնեք, դա դուք կարող եք հաջողել, այսպես կարող եմ ընդհանրացնել։ Ահա, իսկ Մերկուրին կդառնա հետընթաց հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 11-ը, դա այն մոլորակն է, որ ավելի հաճախ է լինում հետընթաց, որպեսզի դուք այդ մտքերը ձեզ չծանրացնեն, առողջական խնդիրներ չառաջացնեն,
Եվ դուք կարողանաք այդպես անխոչնդոտ քայլել առաջ, հաղթարել ձեր դժվարությունները եւ այստեղ կվերաբերի թե ամուսնության թեմային, թե դատական թեմաներ այստեղ կարող են լինել, թե արտերկիր սովորելու ու աշխատելու հետ կապված թեմաներ կարող են լինել, որ դուք վերանայում եք ձեր հնարավորությունները, արդյոք կարող եք դու դա իրականացնել, որովհետև կարող են լինել ֆինանսական դժվարություններ, եւ ինչպես որ ասի դուք ձեր հնարավորությունները ճիշտ կլինի որ ուսումնասիրեք, փորձեք ծանոթներ գտնել, որովհետեւ հետընթաց Մերկուրին նաեւ հնարավորություն է տալիս հանդիպելու ձեր հին բարեկամներին, ում որ վաղուց չեք տեսել, հարազատներին կամ ընկերներին պարզապես, եւ կարող եք նաեւ շատ հարցեր, ուրեմն իրավական հարցեր, փաստաթղթեր, ուրեմն ամուսնության նաեւ ինչու ոչ եւ ճանապարհորդելու հետ կապված, այլ երկիր տեղափոխվելու հետ կապված, որտեղ դուք կարող եք հայերը կարող են ցանկացած հիմա երկրում են ապրում, միգուցե ուզում են տեղափոխվել մեկ այլ քաղաք կամ մեկ այլ ընդհանրապես տեղափոխության մասին է խոսքը, ահա եւ Ուրանի մասին, Ուրանը հուլիսի 7-ին ուրեմն կփոխի իր նշանը մինչև նոյեմբերի 8-ը կգտնվի ինքը երկօրյակի նշանում, դա ձեր հակադիր նշանն է, սիրելի աղեղնավորներ, ձեր կյանքում պարտների հետ կապված, դուք չեք կարող, ուրեմն հիմա դուք կզգաք հարաբերությունները հավանաբար կավարտվեն ինչ-ինչ ձևով կբաժանվեք, հա, ասենք եթե համագործակցում եք, դա կարող է նաև անձնական կյանքին վերաբերել, բոլոր դեպքերում ուշադրություն դարձրեք, այդպիսի բան կլինի եւ տեսեք ինչ թեմա է, միգուցե գիտեք, ասենք ամուսնանում են աղջիկը կամ ձեր երեխան ամուսնանում է գնում է արտերկիր կամ աղջիկը ամուսնանում է գնում է այլ տան ապրելու, հա, այսպես էլ կարող է դա արտահայտվել, բոլոր դեպքերում ուշադրություն դարձրեք այդ ժամանակահատվածում, մինչև տարվա վերջ կարելի ասել, ինչ փոփոխություն է լինում, որովհետեւ սա ինքը արդեն իր վերջին այդպես ելումուտներ եւ հիմա որտեղ հեռավոր մոլորակներ մի քանի անգամ են նշանները փոխելուց առաջ մի քանի անգամ ելումուտ են անում, հետո վերջնականապես հաստատվում են, այնպես որ մյուս տարի 2026 թվականի արդեն գարնանը ինքը վերջնականապես տեղավորվելու է երկօրյակի նշանում, որը ձեր հակադիր նշանն է, ավելի մանրամասն ես վիդեոն կտեղադրեմ, կնայեք այնտեղ ես ուրեմն խոսել եմ եւ հիմա որպեսզի չկրկնվենք եւ ժամանակ չկորցնենք, ահա այս կարեւոր իրադարձություններն են եւ ինչպես ասացի ուղղակի նորից կրկնեմ, որ հետընթաց Մերկուրի ժամանակ նոր գործեր չենք սկսում, ցանկալի չէ ճանապարհորդելը եւ ճիշտ կլինի, որպեսզի դուք ձեր փաստաթղթերը ստուգեք, թեկուզ հենց նշածս տարբերակների համար ստուգեք ձեր ուրեմն հնարավորությունը փաստաթղթերը ճշտեք, եթե պետք է ավելացնել եւ այլն, այդ process-ը կգնա, ճիշտ կլինի զբաղվեք դրանով եւ ընդհանրապես եթե ինչ-որ գործ եք ուզում սկսել, ճիշտ կլինի դաշտը ուսումնասիրել եւ Մերկուրին կդառնա ուղղընթաց, այդ ժամանակ նոր կսկսեք եւ լիալուսնին եմ ուզում անդրադառնալ, որը հուլիսի 11-ին տեղի է ունենալու Հայաստանի ժամանակով գիշերը 00:36 Արևելությունը կհակադրվեն 19 աշճանում եւ այնտեղի կունենա ձեր ֆինանսների տան այդ առանցքն է եւ դուք որոշակի այն ծրագրերը, որ կազմում եք, ուրեմն այստեղ ձեզ համար պարզ կլինի որքան գումար եք ծախսելու, ինչ նպատակով, ինչ է լինելու, ընդհանրապես ես արդեն ասացի, որ մոլորակները հետընթաց են եւ ձեզ հնարավորություն է տալի, որպեսզի դուք ավելի խորը վերլուծեք, հետո նոր գաք ինչ որ կոնկրետ եզրահանգման եւ որոշում կայացնեք եւ 24-ին տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով գիշերը 23-ից 11:01 արևելությունը կմիանան 3 աշճանում եւ այն տեղի կունենա ինչպես տեսնում եք կրակի նշանում դա առույցի նշանն է եւ հնարավոր է որ այստեղ նոր սկիզբ դրվի ես ասում եմ դա ուրեմն կլինի իրավական հարցեր դա կարող են լինել ամուսնությանը վերաբերող
հարցեր կամ արտերկրում սովորելու, աշխատելու, հարազատներին տեսակցելու եւ այլն այդպիսի հարցեր կլինեն, սկիզբ կդրվի եւ դուք դա կփորձեք իրականացնել կամ ասենք եթե ասենք աղջիկ եք ամուսնացնում կամ տղա եք ամուսնացնում, արտերկրի ձեր բարեկամներին եք հրավիրում, այսպիսի իրադարձություններ եւս կարող են լինել յուրաքանչյուր նստիր անձնական քարտեզի եւ չմոռանանք արևի մասին, որ արևը հուլիսի 22-ին կփոխի նշանը եւս այդտեղ կմտնի, այնպես որ ինքը ամեն ինչ կկարգավորի, ամեն ինչ լավ կլինի եւ ինձ մնում է նշել նաեւ որ ուրեմն 12-ին 12, 13, 14 այստեղ փորձում եք կոնֆլիկտի չգնալ երկրորդ ցանկացած երկրորդ անձնավորության հետ տան ընտանիքում թեկուզ զույգերի միջև սիրահարների միջև հա ցանկալի է չհանդիպեք ինչ որ հարցեր չքննարկեք ֆինանսական հարցեր, ամուսնական հարցեր, սիրո հարցեր եւ այլն, թեկուզ աշխատանքին վերաբերող ցանկալի է մնալ ավելի այդպես նեյտրալ վիճակում խոսափեք ուրեմն հանդիպումներից եւ ինչ որ պայմանավորվածություններից ահա սա էլ էսպես եւ մենք ուրեմն այսքան բուրըն իրադարձություններին եւ երևի թե մենք ավարտենք այսքանով սիրելի աղեղնավորներ լավ եղեք իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիսառայժմ այսքանը